Ուրեմն Լինսի հիմնադրամով, որից բնակարանները կառուցվեց, եթե ես չլինեի, չէր կառուցվի, այ բարձրաձայն ասում եմ այն ժամանակվա առաջի համարին եւ մնացածին։ Ուրեմն հատուկ ծրագիր կար, որ տարածքները պիտի մաքրեինք տոմիկներից։ Թողել էին միայն ին վրա։ Արտաշես Թումանյանին ասում է 432 որոշում կա, փոխեք ձեր որոշումը, որ ես կարողանամ, եթե որևիցե միտեղ շենք եք կառուցելու, այդ մարդկանց բնակարանով ապահովեմ, պայմանագիր կնքեմ, 2 տարվա վարձը տամ եւ ես հնարավորություն ունենամ, որ մարդկանց այդ շենքերը կառուցվի այդտեղը դուրս գան մարդիկ, թե չէ ասում են Պարոն Ղուկասյան, ես 30 կետի արտոնություն ունեմ, դու հիմա 7-րդ կետին ես տալիս, որ ես տնագները հանես տանից դաշտերի մեջը դնես, լույս եմ քաշե, կանալիզացիա եմ արել, գազ եմ քաշես եմ արել, փտած տոմիկները ուր ես տանում, դուրս չեն գալիս։ Ինձ էլ տվել էին 2-ից 3 ամիս, եթե ոչ ծրագիրը տանում են Երևան։ Լավ իմացեք, այ բարձրաձայնում եմ։ Ուրեմն, տեսա որ կառավարության որոշումն չեն փոխում, քաղաքապետ քուցավը տանիմ, բռնել եմ բոլորին կրկել են պայմանագիր, բերես քրեական գործ են հարուցում, քրեական գործ են անուցում, որ քաղաքապետը չարաշահել է իր լիազորությունները, չգիտեմ 5-ից 10 տարի է, ինչ է, վերջը, Քոչարյանը Ռոբերտը գալիս է, դատախազը զեկուցում է, տեղի է քաղաքի դատախազը, այստեղ էլ ապրել է, մենք քաղաքապետին դատում ենք, պարոն նախագահ, չարաշահել լիազորությունները Լինսի հիմնադրամով, ասում է այդ տղա, կուզես երկրորդ անգամ Գյումրի չկամ ես, այս ժողովրդին քաղաքապետին դատիկ, այս ժողովուրդը մեզ իր քաղաք չի թողնի։ Մի խոսքով, այսինքն Փիրոմյան Ֆելիքսը ասում էր, ես այսքան պետական կառույցներում աշխատել եմ, բայց չեմ պատկերացնում, որ մարդը գնա ուրեմն ժողովրդի համար դատական process-ի մեջ մտնի ու իր քաղաքի ժողովրդի համար, այո, այդ տարածքները ամբողջությամբ մաքրել եմ եւ այդ շենքերը, որ հիմա ասես հանգիստ բերում ցույց են տալիս, բան այստեղ ու շնորհիվ է դա ամեն ինչ արված։ Վերևի հարկերը հանեցին, հիմա որ եկա, այ ծրագրերից մեկն եմ ասում։ Պետք է շինարարներին ասեմ, կոմունիկացիաներն արված է, հիմքերը, եթե 3 հարկ է հիմա 4 հարգի է, եթե 4 հարկ է 5 հարգի է, հիմքերը ամբողջությամբ այդպես է, կոմունիկացիաներն արված, ամեն ինչ արված, շինարարները պայմանավորվելու են, որ այդ բոլոր շենքերի վրա Լինսի, ուրեմն կառուցվի 1 հարկ ավելի, պատկերացրեք ինչքան բնակարան կունենա քաղաքապետարանը, կամ կվաճառենք, կամ բարձր կտանք, խնդրեմ, շահույթի մեկ տարբերակ, ամբողջ Եվրոպայում, Ֆրանսիայում, Ամերիկայում, Անգլիայում, ես չգիտեմ բոլոր տեղերը, ուրեմն քաղաքի կենտրոնական հատվածները, որոնք պահանջարկ ունեն, շատ պահանջարկ ունեն։ Պատկերացրեք, Կիրով, որ բարձրանում է սաճ ու ձախ թևերը շենքերի վրա, կտուրները փոխելու են մասարդ եմ սարքելու, մասարդ։ Դա մեծ գումարներ չէ, հիշեք, ու վարձակալությամբ տալու են քաղաքապետարանի բյուջեն ավելացնելու ենք, ընդում տալու են քաղաքացիներին, վաճառելու ենք, այսինքն, գիտեք ինչ, որ ասեցի գլուխդ վեր հանե Աշեմ քտիցակ ունես, աբրած ունենք, գիտենք ոնց անենք, ինչ անենք, որ բյուջեն ավելացնենք։ Էլ չեմ ասում, որ 10,000-ից ավելի աբորենի շինություն կա քաղաքում, 1 միլիոն դոլարանոց, 500,000 դոլարանոց, մարդիկ ուզում են օրինականացնել, չեն օրինականացնում։ Ուզում են օրինականացնել, որ մարդիկ գույկահարկ, հողիհարկ մուծեն քաղաքապետարանին եւ իրենք սեփականությունը օրինականացնեն, չեն անում։ Ես զարմանում եմ, ի՞նչն է պատճառը, որ սրանք չեն անում։ Ես իմ ժամանակ բաժին էի ստեղծել։ Հատուկ գնում էի, ընկնում էի սրանց հետևից, որ աշխատեն, գնան, բերենք օրինականացնենք։ Եվ այդպես մոտավորապես 10,000-ի մոտ շենք շինություններ կա, որ այդպես մնացել է բացուտողի վիճակում։ Ահա բյուջեի ավելացումը, ժամ եւ վարձակալությամբ, պատկերացրեք, ուրեմն երկաթգծի հիվանդանոցը 17,000 քառակուսի մետր, որից 8-ից 10,000-ը միայն շենք շինություն է, տվել են միած սերմակեշի, 17 թվականից թե 15 թվականից տվել են, որպեսզի այնտեղ գործարան բացեն, բա ուր այդ սերմակեշը, ինչի տեր չեք եղնում, ինչի չեք գնում հետևից, իմ ժամանակ քաղաքի 44% ջերմուղի ունեցվածքը, դա քաղաք ձեր բոլորիս էր պատկանում, վերադաս կառույցները ամենավերևի, հիշեք, ամենավերևի, որ ասում են, գիտեք, մի երկու կարանից հետ խոսել, մինիստրները չէին կարող ինձ բան ասել։ Ինձ ասում էին, պիտի տաս վիոլաչերին, ասում էին, չեմ տալիս, միանշանակ։ Քաղաքի ինչ ունի, որ մենք վիոլաչերին, որպես ինչ տանք վիոլաչերին։ Ինձանից հետո արագ-կարգով որոշում են կայացրել հավաքանիներով, հանձնել են վիոլաչերին 44%, որը մոտավորապես 30 միլիոնից 50 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Որպես ինչ է ձեր ունեցվածքը վերցրել մի քանի թափտպուկ տվել են վիոլաչերին։ Հիմա այդ վիոլաչորները բոլորիցս հարգերը հավաքում է։ Օր-օրի ջերմուղի ջերի բարձր է բարձրացնում, որպես ինչ, որ եկա անպայման վերանայելու ենք։
Թումո կենտրոն առաջի $30,000 էս քաղաքի ամբողջ ես ասում եմ որ լավ բան է Թումո կենտրոնն է բանտում բայց ես չգիտեի թե դրանց հետևը ովքեր են կանգնած քաղաքի թատրոնի շենքը որը 1912 թվականին առաջի անուշ օպերան բեմադրվել է թատրոնի շենքում ում որպես ինչ եք տվել քանի կոպեկով եք տվել քանի դրամով եք տվել մանկավարժական ինստիտուտի շենքը պաբս է կառուցել այսօր ասում են տեխնոպարկ ում եք տվել չեմ կարող իմանալ դե տերը ով է գիտեմ ով է ներկուս գիտեմ ով է կողքի հիվանդանոցը պետք է թանգարան լիներ ում են տվել ով է դրա տերը կառավարությունը թե որևիցե մեկը ստադիոնը քաղաքի ունեցվածքն էր արագ կարգով քաղաքապետարանից առանց հարցնելու քաղաքապետարանին քաղաքապետարանի ձեռքից վերցրել տվել են պետական կառույց են սար պետական գույքի այդ նախարարմանն են տվել ում տեղից տվել են այսօրվա այդ Շիրակ ֆուտբոլային թիմին են տվել ում են տվել այսինքն քաղաքի ունեցվածք այդպես $1,000,000 որպես ինչ եք վերցնում դուք տալիս մարդկանց եւ մյուսը որ ասեցի 0.25% վարկերը եթե դուք պետություն եք ու չեք դուք սեփականություն պետք է ունենաք տվեք անհատներին մեզի պես մարդկանց հələ տվեք ու պահանջեք ասեք տալիս ենք այս վարկերը որովհետեւ այս քաղաքում դուք այս գործարանները կառուցեք ու պետությունն էլ շուկա պետք է գտնի պետությունը այսօր դուք տեսնում եք որ շուկա գտնի Թուրքիայում միսը $50-ից $100 է դե $70 50-ից պատկերացրեք Թուրքիայում եթե դրսից միս ներկրեք չեն թողնի որովհետեւ կասեն մեր գյուղացիները պիտի հարուսանան պիտի մեր գյուղացին հարուսանա չի թողնում որ դրսից միս ներկրեն պետությունը պիտի հոգ տանի իր ժողովրդին բացի հակաժողովրդական որոշումներից միակ մեզ համար ինչ որ նորմալ որոշում մենք չենք տեսել որ այս պետությունը մեր կողքին կանգնի դրա համար ժամանակահասյալ է Այս ինչ որ ասեցի, մանր-մունր խնդիրների մասին ասեցի, բայց գիտեցեք, Թուրքը Հայաստանը դարձնում է իր վիլայետը։ Սա հիշեք, ամենակարևոր բանը սա է։ Երեխեքին տարան այդպես մորտազերծեցին, որ ոնց որ հավիցակ, ու ոչ մեկը պատասխանատվություն չի կրում։ Պատկերացրեք, մինչև պատերազմը 5,000 բայևոյ օֆիցերների ազատել են ուրեմն բանակից, 5,000 հոգի, որոնք իսկական այդ թուրքական պատերազմին մասնակից են եղել ու հաղթանակ են տարել։ Որպես ինչ եք դուք ազատ այդ մարդկանց։ Պոնչիկ սարկողներին բերեք գեներալ, իսկական բայևոյ գեներալների վրա ինչ է սարքեցիք, մեկին բան է կողացել։ Ինչ էին ասում մանվելի համար։ Տուշոնկա, դուք եդինը մտիկ այդտեղ են Տուշոնկա կարող էր կողնալ, թուրքերը ընկնավորվում էին, ճիշտ է կարող է սխալներ էլ ուներ։ Դուք արեցիք, որ իրանք էլ այդպես բացու թողեցիք։ Դուք սարքեցիք այդպիսի մարդկանց էլ։ Եվ նմանատիպ մարդկանց սաղին վարկաբեկեցիք։ Բոլորի կյանքը կերակ ու խլեցիք, ամեն ինչ արեցիք։ Այո, բարձրաձայնում եմ, թող գրեն բոլորը։ Նախկին եւ ներկա չինովնիկները իրար հետ այս երկիրը տանում են կործանման։ Ոտքի կանգնեք, սա իմ համար ինչ չեք ընտրելու, լավ գիտեցեք, սա ինձ համար չէ, որ ես քաղաքապետ պտեղնիմ, վայ կակոյնի բուց ինչ որ բան, չէ, ես 13 տարի աշխատել եմ, ես եկել եմ ձեզ համար, ընկել եմ ձեր առաջ ու բացադրում եմ, ասում եմ, մնացածներ գնացեք ձեր խղճի մտոք, ձեր հոգին ընդհանրապես գիտեցեք, մարդը ուղեղով է մտածում, մեկ է հոգեպես, հոգին ինչ է թելադրում, ըստ այնեմ գնացեք առաջնորդվեք, եթե դուք տեսնում եք Իմ մոդիկս եք, ես արժանի չեմ, ինձ ցայն չտակ, դուք տեսել եք այդ ամեն ինչը, ինչ որ եթե ասում եմ սուտ եմ խոսում, ուրեմն ինձ ցայն չտակ, բայց եթե տեսնում եք, որ ես իրոք արել եմ, իրոք այդ ամեն ինչը կարող եմ անել, ու իրոք այդ մարդ է արժանի, եթե դուք չանեք, ուրեմն այդ ժամանակ ոչ մեկին չմեղադրեք, ըստ հավատքիքում եղիցի քեզ, ինչքան որ քո ժողովուրդն է, այնքան էլ քո քաղաքապետն է, եւ վարչապետն է, եւ նախագահն է, շնորհակալություն Ինչ կա։ Ասա ինչ է։ Տան հարցն է, մենք Անօտրվան եք։ Ու բնակարան չեք ստացել։ Դե հիմա դրամարեմ գալիս։ Չենք դրամադրել, բայց մենք այդ սերտիֆիկատը Գեկաս ինձ մոտ, ով ինչ այդ նմանատիպ խնդիրներ ունի, եկեք ինձ մոտ։ Ես շնորհակալ Երբ ուզում ես արի։ Ուրեմն ես շնորհակալ եմ ձեզանից, մնաք խաղաղությամբ եւ առաջ Աստված։ Հաջողություն։